Ալիևից շատ առաջ ինքը դրոշից գուլպաներ գործեց, են Սավսալակիր նման մի սատանիստ բանի հետ, Կանադայի վարչապետի հետ, հական գետնեցին, ոտնեցին իրենց պիղծ կեղտոտ ոտներով, բա Ալիևի քայլերը փաստորեն դա նույն քայլներից տարբերություն, դրոշը ինչ տեսքով է, դրոշը կարող է նկարված լինել թղթի վրա, դրոշը կարող է ծածանված նկարվել, դրոշը կարող է ուղիղ նկարվել, հասկանալի է կիսով նկարվել, ձևավորման մեջ ամեն ինչ թույլ է տրվում։ Դրոշը կարող է սրանց մոտ նաև գուլպայի տեսքով նկարվել։ Այս ողորմելիներին դրանք իրավունք չունեն ընդհանրապես հայոց խորհրդանշաններից խոսելու, որտեղ ոչ հայոց խորհրդանշաններից են բան հասկանում, ոչ էլ խորհրդանշանից ընդհանրապես։ Իրենք ասում են այն, ինչ իրենց թելադրում է։ Նրանք ընդամենը կաբակատարներ են, որոնք կատարում են տերերի պատվերները։ Երբ որ ասում ես Ռուսաստանի դրոշներ Միրզոյան, այդ բոլորը գիտեն, Ռուսաստանում էլ գիտեն։ Հիմա ինչ երեսով են կանգնել, Թուրքիայի շահերը պաշտպանում են, պատկերացեք ուր հասավ։ Լավ, ռուսներին չեք սիրում, կամ սիրում եք, ջահանդամ սիրեք կամ չսիրեք, դա ինձ չի հուզում։ Բայց երբ որ դուք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև համեմատության մեջ նախընտրում եք թուրքական կողմին ու ադրբեջանական, այստեղ արդեն ես պետք է ասեմ, որ դուք բացարձակապես թուրք եք։ Դրա համար էլ ասում ես նրան, որ թուրք ես ասում, չի վիրավորվում։ Իհարկե պետք է չի վիրավորվի, ինձ էլ որ հայ են ասում, չեմ վիրավորվի։ Ավելին նա շուտով հպարտանալու է, որ թուրք են ասելու։